մենք հրավերներ ենք ներկայացրել ու փաստաթղթային դեռ չենք ուղարկել, բայց բանավոր հրավիրել ենք ամենաբարձր մակարդակով մասնակցել։ Ալիևին եւ Էրդողանին։ Այո։ Իսկ բանավոր քննարկումներ կան, ինչ տրամադրություններ են գալու ինչ են։ Չի շարունակվում, այսինքն այս ամենը շատ թարմ է եւ դեռ առիթել չի եղել այս մասին դետալներ կամ ինչ քննարկելու։ Բայց կարծում եք դա ինչպես կընկալվի հասարակության կողմից հաշվի առնելով։ Կարևոր հարց եք բարձրացնում եւ լեգիտիմ եւ օբյեկտիվ։ Ես կարծում եմ, որ ես այսօր ամբողջ օրը երկու հանձնաժողովներում այդ մասին հնարավորություն ունեցա խոսելու։ Եղել է հակամարտություն, հեղվել է արյուն։ Մեր շատերի սիրելիների ամեն մեկը գոնե առնվազն եթե ողջ ազգական բակից ինչ որ մեկին գիտի կամ ընտանիք գիտի որտեղ էլա զոհ իրանց կողմից էլ է եղել զոհեր մենք մեր սերունդը կայացել է մեծացել է մի նարատիվի պայմաններում որտեղ այդ մարդիկ ընկալվել են թշնամի այսինքն ընկալվել են իրական թշնամություն է եղել հիմա հաշտեցման գործընթացներ խաղաղություն հաստատվում է միշտ խաղաղություն չի հաստատվում բարեկամների միջև ընկերների միջև խաղաղություն հաստատվում է 3 կամ մինչև այդ վարկանը թշնամանք ունեցող հասարակությունների միջև չէ հաշտեցումը հաստատվում է գժտվածների թշնամություն ունեցողների միջև մենք այստեղ բացառություն չենք եւ աշխարհի շատ պետություններ շատ ժողովուրդներ այս ճանապարհով անցել են մենք պետքա կարողանանք Եթե արդեն մենք նշանակալի քայլեր ենք արել այդ ուղղությամբ, մենք հիմա երկու երկրների ղեկավարները միանշանակ կերպով մի քանի առիթով ասում են խաղաղություն է հաստատված։ Իհարկե, քիչ առաջ խոսեցինք, բոլոր հարցերը լուծված չեն, շատ բան կա անելու եւ ամենակարևորը իհարկե հոգեբանական տրավմայի եւ փոխվստահության վերականգնման, ամրապնդման դժվար հարց եք բարձրացնում, բայց մենք խաղաղություն ենք եւ նպատակն էլ ֆիքսված է բարի դրացիական հարաբերություններ հաստատել։ Հիմա պետքա քայլեր անենք այդ ուղղությամբ, թե չէ։ Ինչի ենք դժվար պատկերացնում նախագահ Էրդողանի այցը Երևան, երբ որ, չգիտեմ, արդեն եղել է վարչապետ Փաշինյանի այցը Անկարա, այն ժամանակ էլ էին դժվար պատկերացնում։ Այսօր չեք պատկերացնում։ Համաձայն եք, որ կարող է 1.5 ամիս հետո այլ իրավիճակ լինի։ Ես չեմ ասում, որ ամեն ինչ հարթ է, եւ իհարկե նույն կերպ շատ դժվար է պատկերացնել այսօր վարչապետ Փաշինյանի այցը Բաքու, չէ՞, շատ դժվար է, այսինքն ո՞նց կարելի է սա շղթել, բայց ժամանակը անթանալու եւ չգիտեմ, մի ամիս, մի տարի, 10 տարի, չգիտենք բոլոր հարցերը եւ բաները ինչ տեմպով կհաղթարվեն, բայց մենք գնում ենք այդ ճանապարհով մի օր, այսա եմ ես փորձում ասել, էլի, ոչ թե ասում եմ, որ հենց այսօր մենք պատրաստ ենք տեսնել նախագահ Ալիևին Երևանում եւ հակառակը վարչապետ Փաշինյանին Բաքվում, այլ ասում եմ մի օր այս իրավիճակը լինելու է։ Ինչ կարող ենք այսօր ասել, այնա որ մենք պետքա գնանք այդ ճանապարհով։